Կարծում եմ համաշխարհային փորձը կարելի է հարմարեցնել մեր հնարավորություններին եւ խաղալ երկարաժամկետ, այսինքն փուլ առ փուլ հասնել պրոֆեսիոնալ բանակի ստեղծմանը, սկզբնական շրջանում մեծացնել պայմանագրային զինծառայողների թիվը, բարձրացնել մասնագիտական ստորաբաժանումների պրոֆեսիոնալացումը, միաժամանակ պահպանել ռեզերվային մեխանիզմը։ Սա կամրապնդի արագ արձագանքման կարողությունը ցանկացած անվտանգային սպառնալիքի դեպքում։ Մեր պետությունը հնարավորություն կունենա թե պրոֆեսիոնալ բանակի, թե պայմանագրայինների, թե ռեզերվի միջոցով արագ արձագանքելու, միաժամանակ թույլ կտա մեր ֆինանսները ծախսել նպատակային եւ խելացի։ Մենք այս նշածս համակարգին լիարժեք կարող ենք անցնել նվազագույնը 5-ից 10 տարում, եթե ոչ մի փոքր էլ ավելի, մինչև 15 տարի։ Հավատացեք։ Այս տրամաբանությունից դուրս ցանկացած հապճեպ չհաշվարկված քայլ կործանարար է լինելու։ Փաշինյանի համբակ իշխանությունը հետաքրքիր չէ հայի ու Հայաստանի ճակատագիրը։ Նա այլ օրակարգով է ապրում, որը կապ չունի մեզ հետ։ Նա պոպուլիստ եւ քվե մուրացող է, որին թվում է խաղաղություն է բերել մեր դարաշրջան եւ տարածաշրջան, մոռանալով, որ Վաշինգտոնում իր ստորագրած թղթի կտորի նման հարյուրավոր փաստաթղթեր կարելի է ստորագրել եւ կարելի էր ստորագրել, որոնք ոչ մի գրոշի արժեք չունեն եւ չեն կարող ունենալ, եթե այդ փաստաթղթի տակ կամ թիկունքին չունես անվտանգությունդ պահող եւ հակառակորդիդ զգաստացնող մինչև ատամները զինված բանակ։ Եթե այդ բանակը չունես, ստորագրածդ թուղթը օգտագործիր համապատասխան վայրում։ Նիկոլն ընդամենը նախընտրական էժան մանիպուլյացիաների ցիկլի մեջ է, որից դուրս նա չի կարող դուրս գալ, որովհետև դրանից դուրս նա քաղաքական կյանք չունի։